Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում օրերս կրակոցներ էին հնչել։ Ռուբեն Գ-ին հրազենային վիրավորումը պատճառել էր Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ-ն, ով այնուհետև դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակում ոստիկանության Նայիրի բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում և ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ հիմքով նրան ձերբակալել ու տեղափոխել էին ոստիկանության Նայիրիի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Նայիրիի քննչական բաժին։ Հանցագործությունը նա կատարել է իր անվամբ հաշվառված Սայգա տեսակի որսորդական հրազենից։ 31-ամյա Ռուբեն Գ-ն հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել, հիշեցնենք, ծայրահեղ ծանր վիճակում, իսկ արդեն փետրվարի 19-ին Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ցավոք սրտի գիտակցության չգալով մահացել էր։ Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ-ն News AM-ի տեղեկություններով հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին էր։ Սպանողը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին արդեն հայտնի է դարձել այսօր Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 44-ից 155-րդ հոդվածի առաջին մասի սպանության փորձ և Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին ապօրինի զենք մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին էլ հայտնել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։